Պարոն Հովհաննիսյան, ստացվում է այնպես, որ չնայած իշխանությունների ճնշումներին, խափանելու եպիսկոպոսատ ժողովը, որը տեղի էր ունենալու Հայաստանի սահմաններից դուրս, երեկ հայտնի դարձավ, որ ամեն դեպքում եպիսկոպոսատ ժողովը տեղի է ունենալու եւ օրվա տեղի վայրի ընտրությունն անփոփոխ է։ Ինչ ենք հասկանում, եկեղեցին որքան էլ փորձում է Փաշինյանը ընդդիմանալ եւ այնպես անել, որ տեղի չունենա ժողովը, չի կրկում Փաշինյանի այս հարձակումներին։ Տեսեք, եկեղեցին մեր ազգային եկեղեցական կյանքում շատ լուրջ եւ կարեւոր դերակատարություն է ունեցել դարեր շարունակ։ Եվ որևէ թագավորություն, որևէ իշխանություն, որևէ իշխան կամ թագավոր կամ ազգային գործիչ քաղաքական չի կարող եկեղեցուն պարտադրել որևէ մի բան։ Այսօր այն ինչ մենք տեսնում ենք կատարվում է Հայաստանում, դա սովորական բռնաճնշումներ են, սովորական ճնշում է եկեղեցու վրա, որպեսզի եկեղեցին դառնա խամաճիկ որևէ մի կառույց, որը որ այսօր ամբողջ Հայաստանով մենք տեսնում ենք։ Բայց երբևէ եկեղեցին չի կարող դառնալ որևէ իշխանության ձեռքի գործիք։ Հետևաբար այն ինչ մայրաթոռում կատարվում է, դա մայրաթոռի ներքին կարգուկանոնն է, դա մայրաթոռի ներքին գործն է եւ մայրաթոռն է որոշում, եկեղեցին է որոշում, թե ինչ, որտեղ եւ երբ անցկացնի։ Եվ որևէ մեկը չի կարող այդ որոշումները փոխել։ Հետևաբար այն ինչ եղավ, կլինի, այն ինչ որոշված է, այնպես էլ կլինի։ Պարոն Հովհաննիսյան, այնպես է ստացվում, որ եկեղեցին բարենորոգելու անվան տակ Փաշինյանը անընդհատ, այսպես ասած, ամեն կիրակի գնում է եկեղեցիներ, փորձում է որոշակի չափով նաև հանրության տրամադրությունը ստուգել, իշխանական քարոզչամեքենան մի կողմ դնենք, բայց այդ քարոզչամեքենայի հակառակ կողմում երևում է արդեն այն մարդկանց դժգոհությունը, ովքեր դեմ են Փաշինյանի այս բարենորոգման ծրագրին, հա։ Ընդհանուր առմամբ գիտեմ, որ խոսում եք նաև ձեր եկեղեցական ընկերների հետ, հա, տրամադրությունները ինչպես են, մարդիկ գնում զրուցում են իրենց հետ հաստատ, ուզում ենք իմանալ ինչպիսի տրամադրություններ են մարդկանց շրջանում։ Տեսեք, եկեղեցին շատ լավ ասացիք, բարենորոգման անվան տակ։ Եկեղեցին նման է օվկիանոսի, որը որ ինքը իրենով ինքնամաքրվում է, եւ եկեղեցին բարենորոգելը ես միշտ ասել եմ սա եւ ելի կկրկնեմ, որևէ քաղաքական իշխանության գործը չէ։ Նախ քաղաքական գործիչները, յուրաքանչյուր քաղաքական գործիչ թող ինքը սկսի իր բարենորոգումից, ինքն իրեն բարենորոգումից, իր ներսը քննելուց, թող տեսնեն ինչ են արել, ինչ են անում մինչև այսօր։ Հետևաբար իրենք չեն կարող եկեղեցին բարենորոգել։ Այն եպիսկոպոսները, ովքեր որ միացել են այս շարժմանը իբր թե ճակերտների մեջ բարենորոգման, իրենք էլ կախյալներ են, կարծում եմ, որ որևէ ձևով այժմ իրենք էլ արդեն տեսնում են, որ որևէ ձևով չեն կարող իրենք մասնակից լինել եկեղեցին բարենորոգելու այս չար ծրագրին։ Մեր լրագրողներիս հարցերը անպատասխան են թողնում, թե արդյոք ինչպես է Փաշինյանը փորձում բարենորոգել եկեղեցին, որովհետև նախկինում հիշում ենք Փաշինյանի ելույթները կապված նույն Նավասարդ arczepiskopos Կճոյանի մասով, հարցնում ենք արդյոք եկեղեցին փորձում է բարենորոգել հենց Նավասարդ arczepiskopos Կճոյանով, միևնույնն է անպատասխան են մնում։ Ինչ ենք հասկանում սրանից, հա, ինչ է նշանակում այս ամենը։ Տեսեք, նախկինում մենք ականատես ենք եղել, նաև լսել ենք, թե ինչպես է արտահայտվում տվյալ եպիսկոպոսների հասցեին։ Անհատների չնշեմ, հենց 10-ի հասցեին էլ, այսպես ասած, եթե կարելի է այնպես ասել, որ հա, հանած մի քանի հոգի, բոլորի հասցեին արտահայտվել են։ Եվ միանալ այս ծրագրին Փաշինյանի եւ չտեսնել կամ չհիշել կամ չտեսնելու տալ այն ամենը, ինչը որ եղել է նախկինում, ես կարծում եմ, որ դա զուտ ինչ-որ բաներից խուսափելու արդյունք է։ Հետևաբար այն մարդկանցով, որոնցով որ ուզում է բարենորոգել, բնականաբար այդ հարցերը պիտի անպատասխան մնան եւ չեն էլ կարող որևէ պատասխան ստանալ։ Ես ականատես եմ եղել, թե ինչպես է իշխանական, այսպես ասած, իշխանավորներից մարդիկ կան, որ ասում են, թե իբր թե զղջացել են իրենք եւ այլն, այդ ում մոտ են զղջացել։ Այդ երբ են զղջացել, որ մենք չենք տեսել։ Հոգեվորականը զղջում է հոգեվորականի առաջ, եկեղեցում եւ Աստծո առաջ։ Մենք տեսել ենք դա, չենք տեսել։ Որևէ հոգեվորական տեսել է, որ գնացել է իր մոտ, ասել է ես զղջում եմ սա, այս բաները անելուց առաջ։ Իհարկե ոչ։ Իսկ ժողովրդի տրամադրվածությունը այս ամենի հետ կապված, ես վստահ եմ եւ ես լսում եմ եւ գալիս ինձ պատմում են նաեւ ասում են թե ինչ տրամադրվածություն կա ժողովրդի մոտ։ Հասկանում եք, երբ որ մի շոու սկսվում է,
այդ շոուն սկզբից մինչև վերջ պետք է հետաքրքիր լինի։ Իսկ այդ շոուն արդեն մարել է։ Հետևաբար շոուն չի կարող արդեն հետաքրքիր լինել մարդկանց։ Սա արդեն վերածվում է զավեշտի, սա արդեն վերածվում է ձեռ առնելու, որովհետև նախ մենք չենք տեսնում այնտեղ պատարակ, մենք տեսնում ենք սովորական ինչ-որ մի հատ շոու, որը որ իրենք անում են, գնում են։ Մարդիկ կային այս վերջին պատարակը, որ գնացել էին Կոմիտասի Սուրբ Խաչի եկեղեցի, Արաբ Կիրի, մենք տեսանք մարդիկ գալիս էին, տեսնում էին, ներսում է, շրջվում, թողնում, գնում էին տուն։ Այսինքն սա բարենորոգման լրիվ հակապատկերն է։ Պարոն Հովհաննիսյան, երեք Փաշինյանը հայտարարեց, որ բարենորոգումը իրենք ամեն ձևով հաջողելու են, ու որպես օրինակ բերեց, եթե հիշում եք, Միքայել arczepiskopos Աջապահյանին, որ եկան Մայրաթորից տանելու ոստիկանական հոց խմբերի աջակցությամբ, զանգերն էին հնչում, որպես օրինակ դա է բերում, ու Էջմիածնի ժողովուրդը ըստ Փաշինյանի չգնաց եւ չպայքարեց, որպեսզի Միքայել Սրբազանին չտանեն։ Մոտավորապես այսպես, որովհետեւ ասում է, չնայած զանգերը ղողանջում էին, մարդիկ չկային, ու ես կարող եմ սրա հակադարձումը բերել դեկտեմբերի 18-ին, երբ որ խոսվում էր Մայրաթորը գրոհելու մասին, հա, այսպես ասած, բոլորը մեկ մարդու նման այնտեղ էին ու անգամ 10 տիրադավերից ոմանք, ովքեր որ այնտեղ էին, չկարողացան անգամ նամակը կարդալ, հա։ Ինչ ենք հասկանում, Փաշինյանը փորձում է քարոզանել այս միջոցով։ Տեսեք, նախ գանք Միքայել Սրբազանին տանելու օրը կամ փորձ անելու։ Մենք բոլորս ականատես եղանք, որ Միքայել Սրբազանին չկարողացան տանել։ Միքայել Սրբազանը գնաց իր ոտքով։ Եվ մենք բոլորս այնտեղ տեսանք զինվորյալ միաբանություն, հետո հավաքված ժողովուրդ, եւ չես կարող ականատես ենք մենք եղել։ Դա ամբողջը նկարահանված է։ Միքայել Սրբազանին չկարողացան տանել, ոչ թե չուզեցին, այլ չկարողացան, որովհետեւ Միքայել Սրբազանը դուրս եկավ, ասաց ես գնում եմ։ Եվ ինքը իր ոտքով գնաց մտավ քննչական կոմիտեի շենք։ Դրանից հետո, եթե մենք նայում ենք դեկտեմբերի 18-ի այդ իրենց հայտարարությունը եւ հայտարարությունից հետո արդեն եղած փաստը, մենք տեսնում ենք, որ այդ հայտարարության ժամանակ մոտավորապես մի 3-ից 5000 հոգի մարդ կար այնտեղ եւ իրենց համար եկածները, այսպես ասած, այդ 10 եպիսկոպոսների համար եկածները մոտավորապես մի 500 կամ 600 հոգի էին, ովքեր որ բերվել էին տարբեր մարզպետարաններից, դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ եւ այլն եւ այլն։ Բայց մենք նաեւ տեսանք, թե ինչ կատարվեց այնտեղ։ Երբ որ այդ 10 եպիսկոպոսը հասան Վեհարանի դարպասների մոտ, նրանք հազիվ հազ կարողացան ընթերցել իրենց բերած գիրը, այսպես ասած։ Ընթերցեցին, գազելով եկան, գազելով գնացին։ Այսինքն այնտեղ կանգնած ժողովուրդը կանգնած է Մայրաթորի կողքին, որպեսզի որևէ մեկը Մայրաթորի որևէ վնաս չտա։ Մենք տեսանք այնտեղ թե ինչ էր կատարվում, խոյակների վրա բարձրացած մարդիկ, հայոյող մարդիկ, բռունցքներով Մայրաթորի Մայրտաճարի դռներին հարվածող մարդիկ, սա է բարենորոգումը, սենց են անում բարենորոգում։ Եթե սա բարենորոգում է, ուրեմն ես ալպինիստ եմ։ Եվ պարոն Հովհաննիսյան, խոսենք նաև այս վերջերս կայացած մի որոշման մասին, այն է գնդերեցների ծառայությունը լուծարել Պաշտպանության նախարարությունում։ Նախ ըստ ձեզ սա ինչ վտանգներ է իր մեջ պարունակում, որովհետև գիտենք գնդերեցը զինվորի կողքին կանգնած այն մարդն է, ով ամեն դեպքում շատ կարևոր գործառույթ է կատարում, հա, ճիշտ է, ինքը զենքը չի բռնում ձեռքին, բայց ճակատամարտում պատերազմի ժամանակ ակնհայտ տեսել ենք, նաև ունենք զոհված գնդերեցներ ցավոք սրտի, բայց ինչ ենք հասկանում, հա, նախ ինչու են փորձում գնդերեցների միջոցով, այսպես ասած հեղափոխել, հա, որոշակի առումով իրենց դաշտ տանել գնդերեցներին, ինչ կտա դա նրանց եւ լուծարումը բանակից նրանց ծառայության ինչ վտանգների առաջ կկանգնեցնի բանակը։ Տեսեք, գնդերեցների ինստիտուտը, այսպես ասած, հիմնադրվել է Գարեգին առաջին կաթողիկոսի եւ Վազգեն Սպարապետի համատեղ պայմանավորվածության հետևանքով 97 թվականից սկսած 2000 թվականից սկսած բոլոր զորամասերում եղել են գնդերեցներ։ Գնդերեցները բացի զինվորների կողքին լինելուց, բացի իրենց խորհուրդներ տալուց եւ իրենց ընկեր եղբայր լինելուց, նրանք նաեւ բարոյահոգեբանական աջակցություն ցուցաբերող անձինք են զորամասերում, որովհետեւ շատ դեպքերում զինվորները ունեն հոգեբանի կարիք, ունեն ինչ որտեղ նաեւ լիցքաթափվելու, հոգեվոր զրույցներ ունենալու, Աստծուն ավելի մտերմանալու կարիք։ Գնդերեցների ինստիտուտը
չեզոքացնելով եւ լուծարելով տեղ են բացում զանազան տարբեր տեսակի աղանդավորական կազմակերպությունների ներթափանցմանը բանակ, որը մենք շատ լավ գիտենք եւ քաջ գիտակցում ենք, որ նույն Եհովայի վկաները չծառայելու իրենց կոդեքսն ունեն, այսպես ասած, եւ մնացած այլ աղանդավորական կազմակերպությունները, ովքեր որ զուտ պետության քայքայմանն են մասնակցում։ Հետևաբար գնդերեցները շատ ավելի կարևոր գործ են անում, քան շատ մարդիկ, ովքեր որ այսօր բանակում են, բայց պետք է չլինեն այնտեղ։ Եվ նաև ձեզ ասեմ մի բան, որ գնդերեցներից շատերը, այսինքն գրեթե բոլորը պատերազմներին եւ 16 թվականի քառորյա պատերազմին եւ 44-օրյա պատերազմին մասնակից են եղել, Հայրսուրբ ունենք անհետ կորած Հայր Մկրտիչը, ունենք Նարեկ Սարգսակը զոհված եւ գրեթե բոլորը մասնակից են եղել 44-օրյա պատերազմին։ Եվ ոչ թե զուտ կանգնել աղոթել են զինվորների հետ, այլ զենքը ձեռքներին մասնակցել են պատերազմին։ Այնտեղ շատ մարդիկ կան, ովքեր որ այս իշխանության սատելիտներից են, ուր էին հոգևորականները եւ այլն պատերազմին, կարող եք բացել կադրերը եւ տեսնել, թե ուր էին հոգևորականները, առանց ստեր տարածելու եւ առանց ժողովրդին մանիպուլացնելու։ Հետևաբար գնդերեցների ինստիտուտը խաթարելով եւ լուծարելով խաթարվում է նաեւ բանակային հոգևոր կյանքը։ Այո, շատ առաջարկներ են եղել, ես վստահ եմ, մեր գնդերեցները նաև պատմում են, որ իրենց առաջարկները եղել գումարը բարձրացնելու, աշխատավարձը բարձրացնելու, բայց իրենք ինչպես իրական սատարը եւ նեցուկը Մայրաթոր Սուրբ Էջմիածնի իրենց հավատարիմ են մնացել իրենց ուխտին, եւ դա շատ գովելի է։